Ստացվել է նենց, որ հիմա դե տեղյակ եք, Խոյ համայնքը միացել է Էջմիածին, խոշորացվել է, վաղար շաբաթ խոշորացված համայնք, ես ինքս ուղղակի ծնունդով Էջմիածնից եմ, Էջմիածնում եմ ծնվել, մեծացել, բնական է, որ կապը շատ չէ, ձեզանից շատերը ինձ չեն ճանաչի, հենց այս այցի նպատակը նաև դա է, որ մեկս մյուսին ճանաչենք եւ վստահ ասեմ, որ ընտրություններից հետո եթե ժողովուրդը մեզ վստահի, մենք համայնքի իշխանությունը վերցնենք, այս այցելությունները շատ շուտ է լինելու, չի լինելու մարդ, ով ուզենա մեզ տեսնի ու չկարենա։ Այսինքն մենք հասանելի ենք լինելու համայնքի բոլոր բնակիչների համար։ Մանավանդ գյուղական բնակավայրի բնակիչների, որովհետև գյուղական բնակավայրերում խնդիրներն ու պրոբլեմները, ուշադրությունը շատ ավելի շատ լինի այդ պրոբլեմներին։ Մեր մոտեցումը սա է, դուք էլ գիտեք, մեր թիմն էլ ժողովուրդ ջան կազմված է տարբեր ոլորտի մասնագետներից, կազմված է նաև գյուղական համայնքի մեր ընկերներից, ովքեր սրտացավ են, ովքեր ունեն փորձ, ովքեր գիտեն գյուղն ինչա, գյուղացին ինչա ուզում, գյուղացին սրտից, այսպես ասած, պետքա խոսենք, պետքա հասկանանք, մենք ինքներս էլ լսում ենք հենց այդ մեր ընկերներին գյուղական խնդիրների մասին ու փորձելու ենք այդ ամեն ինչին լուծում տանք։ Ես ձեզ խոստանում եմ, մենք շատ շուշուտ ենք իրար հանդիպելու։ Չի լինելու ձեր գյուղի հետ կապված մի հատ հարց, այսինքն Էջմիածնում քաղաքապետարանում նստեն, ձեր գյուղի համար ինչ-որ մի բան որոշեն։ Մինչև այն մի հատ ստոլբեներ գյուղում ավելացվելուց կամ փոխվելուց կամ չգիտեմ, պետքա գյուղացիները դուք այդ ամեն ինչին համաձայնել եք։ Դուք ձեր համաձայնությունը պիտի տաք, դուք էլ պիտի պահանջեք, դուք էլ պիտի նոր գաղափարներ տաք, որ մենք կարողանանք իրագործել։ Ես վստահ ասեմ, հիմա շատ խնդիրներ, պրոբլեմներ, այն գլոբալները իր հերթին, ուղղակի կամքի, աշխատանքի, ամենօրյա աշխատանքի կամքի հարց է։ Ներողություն։ Հա, մի կներեք վերջացնեմ, կամքի հարց է, այսինքն կամք, աշխատասիրություն։ Բնականաբար կան նաև գլոբալ պրոբլեմներ, որոնք համայնքապետարանը պարտավոր է լուծելու։ Մեր մոտեցումը սենց է, էլի, ոնց է մինչև եղել։ Գնացել են քաղաքապետարան, ասել են, այս հարցը բան է, ջրային պետական կոմիտեինն է, մեր հետ կապ չունի, գնացեք ընդեղ։ Էլեկտրոցանցինն է, գնացեք ընդեղ։ Մեր մոտեցումը տենց չի լինելու, էլի համայնքը մի հատ մեծ ընտանիք է։ Ոնց որ ընտանիքի անդամը գնա ընտանիքի մեծին, հորը այսպես ասած, ճակերտավոր, ասի, գիտեք ինչ, ես ինչ խնդիրի կա ընտանիքում, ասի, այդ իմ գործը չի, դա էլեկտրոցանցինն է, թող գան այդ շտեպսելը փոխեն։ Տենց չի, համայնքապետարանը պարտավոր է ջրային պետական կոմիտեի հետ էլ աշխատանք տանի, որպեսզի չէ որ այդ ամեն ինչ այդ խնդրեմը այս համայնքինն է։ Նույնը Էջմիածնում հիմա սադի հետ կապված, մեր Էջմիածնիկի գիտեք, հին սադը, ասում են եկեղեցու տարածք է։ Ինչ կապ ունի եկեղեցու տարածքը, չէ որ Էջմիածնեցիներն են ընդեղ ման գալիս, Էջմիածնեցիներին է ծառայում այդ ամեն ինչը։ Ով է այսքան ժամանակ գնացել եկեղեցուն թեկուզ ասի, եկեք, ես համայնքապետ եմ, եկեք, ես ինչով օգնեմ, դուք էլ ինչ եք անում, այս սադը պիտի վերականգնենք Էջմիածնեցիների համար։ Մեր մոտեցումն է դա, որ ցանկացած հարց, որը ձեր գյուղի տարածքում է, դա կլինի էլեկտրոցանց, դա կլինի ջրմուղ, դա կլինի, չգիտեմ, արտիզյան հորեր հետ կապված, համայնքապետարանը պարտավոր է այդ հարցը լուծելու։ Հաջորդ մեր կարևոր բաներից մեկը լինելու է, որ մենք արդեն նախատեսել ենք, դրա վրա աշխատում ենք, արդեն ունենք մեր հաշվարկները, էլեկտրական միկրոավտոբուսներ ենք բերելու, որպեսզի ամբողջ համայնքով անվճար, տարբեր ժամերի, անվճար մարդը կարողանա ստեղից ժամն իմանա նստի, Էջմիածնում իշտի, եթե ինչ-որ խնդիր կա։ Չգիտեմ, երեխեքս տեղից գնան Էջմիածին սպորտ դպրոց, մյուսը գնա երաժշտական դպրոց։ Այդ խնդիրն էլ շատ կարևոր է, մենք մեր ծրագրում ներառել ենք։ Ծրագրում նաև մենք ունենք հիմնական խնդիրը ջերմոցային, ես վստահ եմ ձեզնից շատերը էլ այդ խնդրին ջերմոցային տնտեսությունների հետ կապված։ Այսօրվա այս հարկեր տուրքերը, տեղական տուրքերը, որ դրել են։ Մարդը պիտի համայնքապետարին նայի որպես իր անկերոջ։ Այդ համայնքապետարը պետք է այդ հարցի համար գոնե նախագծի ծախսը այդ մարդու վրից պիտի հանի։ Ասելու է դուք պատվիրում եք նախագիծ, ասենք պատրաստ ալնում 10 օրից, ոչինչ, թող համայնքապետարանը ձեզ տա 20 օրից, բայց կտա անվճար, այդ 3-400 դրամը դուք չեք ծախսի։ Հա, չեք ծախսի, էլի, ասենք 10 օր թող ուշ տա, կարող է մի փոքր ծանրաբեռնվածություն եւ այլ, բայց դուք էլ այդ փողը այդ ասում եմ, ինչը իրատեսական է, ինչը հստակ կարա լինի, համայնքապետարանը կարա հստակ իր բաժիններից մեկում պայի համապատասխան մասնագետների մանավանդ որ ջերմոցի նախագիծ անել է copy paste է էլի
մի հատ արել են, հիմա մի քիչ չափը մեծացնում, մի քիչ կոնստրուկցիաները ամբողջը նույնն է, մի քանի, չգիտեմ, թռիչքները նույնն է, ոչ մի տենց բարդություն չկա։ 6 ժամում նախագիծը պատրաստ կարամ տամ մարդուն։ Մարդը իր տան հայաթում, իր սեփական հողի մեջ, որտեղ ապրում է։ Ասֆալտ արել 600 հոգով եկե դեմը նկարվել էին։ Դե ամոթել է, էլի ասենք, անհարմար բան է դառնում։ Մենք այդ քաղաքականությունը չենք անելու։ Ում են ուզում լավություն ցույց տան դրանով։ Այդ իրաց պարտավորությունն է։ Ձեր օգնությունն ենք մենք ուզում։ Մենք ձեր օգնությունը մենակ քվեի տեսքով չենք ուզում։ Մենք չենք ասում, մենք մեզ ձեն տվեք, գնանք պաշտոնի։ Մենք ասում ենք, եկեք այդ ամեն ինչը բոլորով անենք։ Բոլորով հաղթենք, բոլորով շարունակենք։ Այս ամեն ինչ հիմա ես ինչ խոսում եմ, ասում եմ, նկարումների զապիս ալնում։ Ընտրությունները վերջանալու է, չէ՞, ես էլ տղա եմ, տղամարդ եմ, գալու եմ էլի ձեր աշկերի մեջ նայեմ, չէ՞։ Ասածս էնա, որ ես ինչ խոսում եմ, դրանք իրատեսական, հստակ բաներ ա, որ պետք է անենք։